երգ, պար, բարձր տրամադրություն, պաղպաղակ, փուչիկներ եւ որ ամենակարևորն է հարյուրավոր ժպտացող մանուկներ։ Սանահին կայարան թաղամասում երեխաների իրավունքների պաշտպանության օրն իսկական տոնի է վերածվել։ Փոքրիկներին զարմացնում ու զվարճացնում են սիրելի հերոսները սիրված մուլտֆիլմերից։ Քանի որ մենք էլ մանուկ ենք եւ շնորհավորում եմ բոլոր երեխաների տոնը, ցանկանում եմ բոլորը լինեն առողջ, միշտ ուրախ լինեն, ժպիտով լի, ինչպես այսօր են։ Այսօր շատ ուրախ եմ, քանի որ այսպիսի բան դեռ տեղի չէր ունեցել մեր մոտ եւ շատ ուրախ եմ, որ ուշադրություն դարձրեցին այստեղ եւ եկան ուրախացնելու մեր փոքրիկներին։ Բացվում է նոր մի օր, ընկերներիս բոլոր, ես ուղարկում եմ արևոտ իմ երգը նոր։ Փոքրիկներին յուրօրինակ տոն են պարգևում Ալավերդու մանկական արվեստի դպրոցի եւ Պարի թատրոնի սաները։ Հունիս մեկյան տոնը երեխաներից բացի այգի է բերել նաեւ նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին։ Ներկաների ոգևորությունն անչափելի է։ Իրանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, որ նման բաներ է կազմակերպում։ Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, լավ տրամադրություն ունենք, շատ շնորհակալ ենք մեր թեկնածուից։ Пусть бегут неуклюже пешеходы по лужам, а вода по асфальту рекой. И неясно прохожим в этот день непогожий, почему я веселый такой. Սանահնեցի փոքրիկների համար իրենց իրավունքների պաշտպանության օրը ջերմ ու անմոռանալի հիշողություն դարձավ քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանի շնորհիվ, ով խոստովանում է, այստեղ տրամադրությունն առավել քան բարձր է, մթնոլորտը առավել քան ուրախ ու տրամադրող։ Սանահին կայարանը արդեն դարձել է իմ երկրորդ տունը, ստեղի ժողովրդի հետ մերվել ենք, ընտանիքներ ենք ճանաչում, շփվում ենք, երեխաները մեր աչքի առաջ են մեծանում ու շատ ուրախ են, որ շատ զվարճ, շատ հետաքրքիր երեկո անցավ, բոլորը ուրախ էին, բարձր տրամադրություններով, ինքս ներքուս շատ ուրախացա։ Սանահին կայարանում առաջ անգամ է այսպիսի ուրախություն լինում, երեխաները բոլորն էլ ակտիվ լեցուն, ու սա շնորհիվ Փարեմուզյան Կարենի, որ կատարած մեծ դերի համար բոլորն էլ համոզված են, որ ինքը մեր քաղաքը շատ լավ կղեկավարի, կգեղեցկացնի իր գեղեցիկ աշխատանքով, ինչպես գեղեցկացրել է մեր երկաթուղին։ Բոլորս միասին կգնանք եւ կընտրենք իրեն։ Թող բոլորը շնորհք ունենան ընտրեն, որովհետև քաղաքին մի խելացի մարդ է պետք։ Եկեք բարբերնեք, երկեք միասին